Սիրո ձեռագիր խորագրով պոեզիայի երեկո Կապանի պետական դրամատիկական թատրոնի բեմում «Սեր և հույզեր» թեմա, որը միշտ գրավիչ է։ Հայտնի հեղինակների ստեղծագործությունները ներկաները վայելեցին կապանցի ընթերցողների կատարմամբ։ Ինչքան որ ուժերս ներել եմ մեղքերդ։ Կցանկանայի, որ պոեզիան չլիներ արտասովոր, որովհետև պոեզիան ամենուր է։ Պոեզիան մեր մայթերին են, կապանատան գետերի ափերին են, պոեզիան մեր հոգիներում է։ Եվ ինչքան էլ ընթերցես, միևնույն է քիչ է։ Ուզում եմ, որ շատ ընթերցեն եւ մեր ոսկեղենիկ մայրենիով խոսեն։ Քաղաքում նմանատիպ միջոցառումներ թող շատ լինեն, թող անհատական մարդիկ ելույթ ունենան, որովհետեւ մեր հասարակությունը դրա կարիք ունի։ Երեկոն կազմակերպել էր Կապան համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդը, երկարատև դադարից հետո պոեզիայի ընթերցանության գեղեցիկ ավանդույթը վերականգնելու նպատակ ունեն։ Որ դու նման լինես իմ երազին։ Միտում ունենալով նոր շունչ հաղորդել գրքին, պոեզիային եւ ընթերցման մշակույթին, որոշեցինք թեման ընտրել հենց սերը, միևնույն ժամանակ կամրջելով ներկան ու անցյալը, վիշտն ու ցավը, հիշողություններն ու ամենանոր զգացումները եւ ինչու՞ չէ նաեւ հանդիսատեսին փոխանցելով ու տարածելով սիրո ինքնատիպ ձեռագիրը։ Իրականում չենք պատկերացնում, որ հանդիսատեսի կողմից կարող ենք այսքան լավ մեկնաբանություններ լսել եւ ոգևորվելով նրանց խոսքերից, կարծում եմ պոեզիայի երեկոն շարունակական բնույթ կկրի։ Իմ ամենազոր թուլությունն ես դու եւ ամենաթույլ իմ զորությունը։ Անչափ ոգևորված էր նաև հանդիսատեսը։ Առօրյայից կտրվելու, ծանոթ ստեղծագործությունները նորովի մատուցմամբ ունկնդրելու հաճույքից հրաժարվել չէին կարող։ Կենդանի կատարմամբ հնչեցին նաև սիրո երգեր։ Տպավորությունս աննկարագրելի է, ամենուր տիրում էր սեր, քնքշություն, բարություն, լուսավորություն, անկեղծություն եւ չգիտեմ ամեն դեպքում հաճելի էր հաճախակի կցանկանամ որ լինեն նմանատիպ ծրագրեր եւ մեծ սիրով միշտ կմասնակցեմ բոլորին շատ սիրում եմ սիրել եմ միշտ էլ սիրելու եմ եւ միշտ օրինակելի են եղել մեծ համար թող լինեն շարունակական Երեկոն սիրո թեմայով էր թեև ստեղծագործությունները ծանոթ էին բայց բեմից հնչում էր այլ կերպ մեծ սիրով կրկին կայցելեմ քանի որ շատ հետաքրքիր էր Նախաձեռնությունը միտված է մշակութային կյանքի աշխուժացմանը, ընթերցանության հանդեպ հետաքրքրության խթանմանը եւ կենդանի խոսքի գեղեցիկ ավանդույթի պահպանմանը։ Անի Գրիգորյան, Տիգրան Թումանյան, Սյունիք, Լուրեր։